Տեղեկության տարածման տեխնոլոգիաների եւ հարթակների զարգացումը պարարտ հող ստեղծեց նաեւ ապատեղեկատվության աճի համար։ Խնդիրը խորացավ արհեստական բանականության ի հայտ գալով, առավել հաճախ սկսեց օգտագործվել հիբրիդային սպառնալիք տերմինը։ Այս երևույթի դեմ հատկապես երիտասարդների դիմակայունության բարձրացմանն է ուղղված անվտանգային վերլուծությունների ինստիտուտի դասընթացը։ Հաճախ է լինում այս կեղծ լուրերը, կեղծ նարատիվները, որոնք որ տարածվում են, իսկ դրանք տարբերակելը եւ ճիշտ ընտրություն անելը դա արդեն ոնց որ մնում է մարդկանց վրա ու կարողանում ենք այսպիսի դասընթացների միջոցով մենք ուղղակի նրանց գիտելիք տալ, նշեմ, որ ինքը քաղաքական բնույթ չունի եւ մենք որևէ քաղաքական դկրտումներ, ձգտումներ չունենք, այլ փորձում ենք զուտ երիտասարդների շրջան բարձրացնել քննադատական մտածողությունը, մեծագրագիտությունը։ Հիբրիդային սպառնալիքները մշակվում են մանրամասնորեն եւ թիրախավորում յուրաքանչյուրին անհատապես, ազդելով կարծիքի եւ դիրքորոշման վրա։ Արհեստական բանականության գործիքներով ստեղծվող բովանդակությունն էլ նոր մարտահրավերներ է առաջ բերել կեղծ կամ ճշգրիտ տեղեկությունը տարբերակելու գործում։ Երիտասարդներին ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներին վերաբերող գիտելիքներ եւ հմտություններ փոխանցելը կարևորվում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Մենք գիտակցում ենք, որ այսօր ցանկացած անձ, ով ունի հեռախոս եւ ինտերնետին միացած է, հետեւաբար կարող է որևէ խմբի անձի կողմից թիրախավորված ուրեմն լինել եւ ապատեղեկատվության զոհ դառնալ։ Հետեւաբար մեր խնդիրն է խոսել երիտասարդների հետ, կիսվել մեր գիտելիքներով։ Երիտասարդների շրջանում շատերը կան, որոնք առաջին անգամ են իդեպ մասնակցելու ընտրություններին, շատ կարևոր է, որ իրենք այսպես ասած ֆիլտրված տեղեկատվության հիման վրա իրենց որոշումները կայացնեն։ Քանի որ շուտով ընտրություններ են, շատ կարևոր է հասկանալ այն տեղեկությունը, որ մենք ստանում ենք, որքան է ճշգրիտ եւ որքանը ոչ։ Նախկինում իմացել եմ, որ այն տեղեկությունը, որ ստանում եմ, առաջին հերթին պետք է համապատասխանեցնեմ պաշտոնական աղբյուրներին, իսկ այսօր սովորել եմ մի քանի նոր կայքեր, որոնք իրենք ստուգում եւ տեղադրում են տեղեկության ճշգրիտ լինել եւ չլինելը։ Դա շատ կարևոր է ինձ համար։ Ես մեդիագրագիտությունից բավականին տեղեկացված էի, բայց հենց ընտրական շրջանում այսքան չի խորացել, թե ինչ անհրաժեշտ իմանալ։ Հետաքրքիր դեպքեր քննարկեցինք, օրինակ նույն ձայնագրությունները, երբ որ տալու են, ոնց պարզենք ճիշտ են, ում թիմ ենք, ինչ մարմինների թիմ ենք։ Ապատեղեկատվությանը հակազդելն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ երիտասարդները գիտելիք կրողներից դառնան գիտելիք տարածողներ։ Լսարանն այս ուղղությամբ եւս նոր հմտություններ է ձեռք բերում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։